Կեներ ողջույն, շարունակում ենք Python-ին վերաբերյալ խնդիրների դիտարկումը, հիմա դիտարկենք հետևյալ խնդիրը։ Իրական թվերի հաջորդականություն ունենք եւ պետք է այդ հաջորդականությունից ջնջենք զույգ թվերը։ Քանո այդ հաջորդականությունը կա ծրագրի աշխատանքի ընթացքում որոշվի, դա խնդիր չի, ես միանգամից հստակ հաջորդականության վրա դա փորձեմ բացատրել։ Ուրեմն mylist-ը հավասար է 8 ինչ-որ թվերից կազմված հաջորդականություն։ Ընդհանրենք 1 2 2 3 3 4 5 6 6 7 7 7 8 9 0 1 2 այսպես ինչ որ հաջորդականություն ունենք 90։ Հիմա այս հաջորդականությունից պետք է ջնջենք բոլոր զույգ թվերը եւ ստացվածը վերադարձնենք։ Առաջին հաշվից այս խնդիրը թվում է թե հեշտ է, բայց իրականում այնքան էլ չէ։ Ամենահասարակ լուծումը, որ այս բանը մեր մտքին գալիս է, դա կարանք վարվենք հետևյալ կերպ։ Ուրեմն լուփով պատտվեմ իր վրա int in range ուրեմն len mylist այսպես։ Եվ դիտարկեմ տարը, եթե ուրեմն mylist-ի իերորդ տարը զույգ է, այսինքն իերորդ տարը տոկոս 2-ը հավասար է 0, նշանակում է տարը զույգ է։ Ապա այդ տարը պետք է ջնջեմ, այսինքն գրեմ հետևյալը mylist get remove անենք mylist-ի իերորդ տարը, չէ՞, այսինքն mylist in, այսպես։ Եվ վերջում ըստ էության պետք է արտածենք print անենք mylist-ը։ Հիմա եկեք սա աշխատացնենք։ Այստեղ error տվեց, ուրեմն mylist իերորդ տարը տոկոս 2-ը 0 է։ Ին գնում է range, հա։ Խնդիր տվեց ինչու։ Ուրեմն տեսեք, այստեղ mylist-ը ես փոփոխում եմ, հիմա սա կարգանում, բայց միևնույն է սա սխալ մոտեցում է։ Ուրեմն տեսեք, mylist-ը ես ունեմ եւ իրեն զույգ տարերը ջնջում եմ։ Երբ ես տարերը ջնջում եմ, այս տարը ջնջում եմ։ Ես այս վրա պատտվելով գնում եմ, նայեք, այս տարը ջնջում եմ, ըստ ինդեքսը դիտարկեցի, վերջացրեցի, չէ՞։ Այս տարի փոխարեն հաջորդ իր հարևանն է գալիս, որը էլի զույգ է, այսինքն զույգը մնում է։ Այս մոտեցմամբ խնդրին լուծում տալը, սա սխալ մոտեցում է։ Նո այստեղ առավել եւս, երբ ես օգտագործում եմ ինդեքսներ, դա էլի սխալ է, որովհետեւ ըստ էության ջնջում այս տարը եւ այդ ինդեքսը չպետք է ինդեքս օգտագործել։ Դրա համար կարող օրինակ այստեղ այս range-ը ջնջեմ, ասեմ mylist-ի մեջ պատտվի։ Հիմա այս դեպքում ճիշտ կաշխատի, բայց կտեսնեք, որ սա սխալ արդյունք է տալու։ Այստեղ թողնենք in եւ այստեղ նույնպես թողնենք in։ Այսպես։ Հիմա եկեք աշխատացնենք։ Հա, բայց տեսեք սա ճիշտ արդյունք չտվեց, այստեղ 2-ը մնաց, ենթադրենք։ 90-ը մնաց։ Սա սխալ մոտեցում է։ Նորմալ ինչպես է խնդիրը լուծել։ Խնդիրը լուծելու համար երկու մոտեցում կա։ Եթե այս կերպ է շարժում, ուրեմն այստեղ գրի mylist get copy։ Այսինքն я պատճենը վերցրու, պատճենի հետ աշխատանքը իրականացրու։ Այդ դեպքում խնդիրը լուծվեց։ Տեսեք, բոլորը կենթվել մնացին։ Եվ երկրորդ մոտեցումը այս խնդրի համար, որ կարելի է առաջադրել, դա հետևյալն է։ Ուրեմն այստեղ եկեք սա copy անեմ, այս ամբողջ կոդը։ Այստեղ բերենք փաստանենք։ Հիմա հաջորդ մոտեցումը, որ ես առաջարկում եմ, դա հետևյալն է։ Վարվենք դա հետևյալ կերպ, ուրեմն copy փոխարեն ես կգամ ոչ թե սկզբից կգնամ վերջ, այլ վերջից կգամ։ Այսինքն սենց թողնում եմ իրան վերջից եմ գալիս, ես վերջից տարը դիտարկելով հելնում եմ։ Այս դեպքում ամեն ինչ նորմալ, նայեք, սենց վերջից գնալով ինքը առաջ է գնում։ Տարը ջնջվեց, չէ։ Բայց երբ այստեղից ես դու գնում, տարը ջնջվում է, իր փոխային գալիս է մնացած, այսինքն միջանկյալ այս տարը դուրս եկավ, տեսեք, ենթադրենք այս երկուսը դուրս եկավ, չէ։ Всё, այսինքն ինքը իջավ։ Բայց վերջինի դեպքում այդ արդեն ուրիշ է, վերջից ինքը հեռացվում է։ Եվ սա նույնպես տալիս է նորմալ եւ ճիշտ արդյունք։ Ահա տեսեք, այստեղ նույն արդյունքը տրվեց։ Այս խնդրին տվեցինք երկու մոտեցում, իրականում այս մոտեցումը ես ավելի եմ հանում, որտեղ այստեղ ըստ էության copy ես չեմ անում, պատճենում բան չկա, ինքը ինչ կա, այդպես պահպանում եմ, իսկ այս դեպքում տեսեք copy է անում։ Բայց երկուսն էլ խնդրի լուծում է, երկուսն էլ մոտեցում է։ Դուք կարող եք ընտրել ձեզ հարմար տարբերակը։ Այս խնդրի համար այսքանը, չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տարածել վիդեոկուրսերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։